2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ այնուհետ 2021, 2022, 2023 թվականներին Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ոտնձգությունները չեն արժանացել Հայաստանի ռազմավարական դաշնակցի, Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի պատշաճ արձագանքին։ Ոմանք դա վերագրում են նրան, որ Հայաստանը իբր դավաճանել էր Ռուսաստանին, որի համար էլ Ռուսաստանը չի աջակցում մեզ։ Այնինչ, անկախացումից ի վեր Հայաստանը բազմաթիվ զիջումներ է արել հօգուտ Ռուսաստանի։ Մասնավորապես, ի հեճուկս իր շահերի, Հայաստանը հրաժարվեց Եվրոպական միության հետ սերտացումից, անդամակցեց Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը եւ Ռուսաստանին փոխանցեց սեփական էներգետիկ ոլորտի վերահսկողությունը։ Բացի սա, Հայաստանը տարիներ շարունակ բոլոր միջազգային կառույցներում խոսքով եւ քվեով աջակցում էր Ռուսաստանին եւ զերծ էր մնում որևէ այլ երկրի հետ ռազմատեխնիկական համագործակցություն հաստատելուց։ Հայաստանը նաեւ մնաց տարածաշրջանի միակ երկիրը, որտեղ ռուսաց լեզուն դպրոցներում ավելի շատ է դասավանդվում, քան անգլերենը, եւ որտեղ հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքները։ 2019 թվականին Հայաստանը ել ավելի հեռու գնաց իր ռուսամետությունը ցույց տալու հարցում եւ զինվորականներ ուղարկեց Սիրիա։ Մի բան, որ Ռուսաստանին սիրաշահող մյուս երկրներն ու անգամ Բելարուսը չէին արել։ Այնուհետև կրկին Ռուսաստանի խնդրանքով Հայաստանը նաև զորքեր ուղարկեց Ղազախստան, եւ նույնիսկ ներքաղաքական հարցերում Հայաստանի իշխանությունները մինչև 2021-ից 2022 թվականները բավականին ռուսամետ էին, եւ օրինակ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարի պաշտոններում նշանակումներն արվում էին միմիայն Մոսկվայի Դաբրոյով։ Սակայն ի հեճուկս այս ողջ ռուսամետությանը Ռուսաստանը թույլ տվեց, որ Ադրբեջանը գրավի Լեռնային Ղարաբաղը եւ նույնիսկ պատշաճ կերպով չարձագանքեց Հայաստանի վրա հարձակմանը, նույնիսկ աջակցեց Ադրբեջանին քաղաքականապես։ Եվ միայն Ռուսաստանի փաստացի դավաճանությունից հետո Հայաստանը դանդաղորեն սկսեց վերանայել իր արտաքին քաղաքական վեկտորը եւ խորացնել համագործակցությունն Արևմուտքի հետ, որովհետեւ Հայաստանում հասկացան, որ ռուսամետ լինելը չի նպաստում անվտանգությանը, սահմանափակում է համագործակցությունն Արևմուտքի հետ եւ խոչընդոտում է ուժեղ ու կայացած պետություն դառնալուն։ Իրազեկ քաղաքացիների միավորում։ Եթե ձեզ դուր եկավ այս հոլովակը եւ ցանկանում եք հետագայում եւս տեսնել այսպիսի նյութեր, կարող եք աջակցել մեզ նվիրատվությամբ, հղումը գտեք մեկնաբանություններում։